Ինչպես գնահատել անշարժ գույքի ներդրումային պոտենցիալը։ Ողջույն, ես Անժելան եմ եւ այստեղ խոսում ենք անշարժ գույքի շուկայի մասին, իրական տվյալներով, փաստերով եւ օրինակներով։ Իսկ իմ հարցերին կպատասխանի անշարժ գույքի փորձագետ Լևոն Կոստանյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կասեք ինչպես է անցել աշխատանքային շաբաթը եւ ինչն է առավել ուշադրություն գրավել շուկայում։ Շաբաթը ինչպես միշտ հագեցած էր Անժելա ջան։ Անշարժ գույքի վերլուծություններ, տարատեսակ գործարքներ, սակայն ուզում եմ առանձնացնեմ մի դիտարկում, որը որ այս շաբաթ հաճախ է հանդիպել, մասնավորապես այն մարզերը, որտեղ գործում է մեր Արցախի հայրենակիցների աջակցության բնակարանային ծրագիրը, որտեղ սերտիֆիկատները գործում են, մենք վերլուծության ընթացքում արձանագրեցինք, որ տվյալ մարզերում բավականին լուրջ գնաճ է արձանագրված վերջին տարվա ընթացքում, որոշ հատվածներում գնաճը բնակելի եւ բնակարանային սեգմենտի հասել է 50-ից մինչև 80%-ի, որը աննախադեպ է։ Ես չեմ ուզում խոսել, որ դա արհեստական է, ինչպես եւ Ռուսաստանի ներհոսքի ժամանակ Ռուսաստանի քաղաքացիների եւ ուկրաինացիների, երբ որ մենք ունեցանք աննախադեպ վարձավճարների աճ, կրկնապատիկ, եռապատիկ եւ ավելին, որը շատ փորձագետներ եւս գնահատում էին որպես արհեստական արժևորում։ Շուկան ունի իր կանոնները ու եթե առաջարկը ավելանում է, բնականա գները աճում են։ Ուղղակի կուզեմ խոսել նրա մասին, որ այն մասնակիցները շուկայի, որոնք որ առաջնորդվում են շուկայական գործոններով եւ այսօր պետք է արձանագրեն, որ այդ գնաճ առկա է, որոշակի զսպողականություն ունենան, որպեսզի միանշանակ որոշումներ չկայացնեն հիմնվելով այդ աննախադեպ գնաճի վրա, որովհետև դա կարծում եմ երկարաժամկետ բնույթ չի կրելու եւ շուտով շուկան վերադառնալու է իր բնականon գնային մակարդակի եւ այստեղ որոշումներ կայացնելուց տարատեսակ պետք է շուկայի մասնակիցները ամեն դեպքում հիմք ընդունեն այն իրական բազային մակարդակը գների, որը մենք ունեցել ենք մինչ այս սերտիֆիկատներով ձեռքբերումները ու նման գործառույթները։ Իսկ մի փոքր կարող եք մանրամասնել սերտիֆիկատների հետ կապված հարցը։ Սերտիֆիկատները շատ պարզ բնույթ են, որպես աջակցություն մեր Արցախահայությանը, կառավարության ծրագրով նախատեսված է ամեն անձի համար, եթե չեմ սխալվում, 3-ից մինչև 5 միլիոն կախված տարածքից, որտեղ նրանք ձեռք են բերում, ընտանիքի մեկ անձի համար 3-ից 5 միլիոն, եթե չեմ սխալվում, նման սերտիֆիկատներ կան, որոնք որ եւ այսօր շուկայում պահանջարկ են տվյալ մարզերում ավելացրել, որի արդյունքում գնաճ ունենք եւ դրա մասին եմ ուզում խոսել, որ տվյալ գնաճը հիմնական պայմանավորված է այդ գործոնով, որտեղ մենք մարզերում օբյեկտներ ունենք, որ տարիներով մենք առաջարկները տեսնում ենք շուկայում, իսկ հիմա մարզեր ունենք, որ նույնիսկ հաշված թվով առաջարկներ են մնացել եւ մասնագետների հետ երբ խոսում ենք մարզերի, ասում են չենք կարողանում բավարարել այդ պահանջարկը եւ նույնիսկ անիրական գների առաջարկներ կա, որը որ շատ հաճախ չի համապատասխանում նույնիսկ ծախսային հոդվածներին տվյալ անշարժ գույքի։ Դուք խոսեցիք գնաճից, իսկ ով է շուկայում իրական գին որոշողը՝ գնորդը, վաճառողը, թե անշարժ գույքի մասնագետը։ Բնականաբար շուկայում գինը ձևավորվում է առաջարկի եւ պահանջարկի հարաբերակցության եւ մակարդակի արդյունքում։ Սակայն պետք է նշեմ, որ միշտ չէ, որ շուկայում ձևավորված գործարքների արդյունքում գները իրական են եւ համապատասխանում են տնտեսական ցուցանիշներին, քանի որ
Միշտ չէ, որ գործարքի կողմերը գործում են խելամիտ եւ տեղեկացված են բոլոր շուկայական գործառույթներից։ Դրա համար Անժելա ջան, ես միշտ կարևորել եմ անշարժ գույքի մասնագետների դերը շուկայում եւ նրանց կարծիքները, խորհրդատվությունը ճիշտ, ինչու չէ նաեւ մասնագիտական մակարդակը, որովհետեւ շուկայում գործող ռիելտորները եւ գնահատողները, ինչպես նաեւ մյուս մասնագետները գնի հետ կապված հաճախ իրական ազդեցություն ունեն գնորդների եւ վաճառողների կարծիքների եւ գործառույթների վրա։ Մասնավորապես շատ հաճախ վաճառողները եւ գնորդները առաջնորդվում են ոչ ճիշտ տեղեկատվությամբ կամ ասենք կայքերից կամ այլ աղբյուրներից չճշգրտված ինչ որ առաջարկների տվյալներով։ Ես կարծում եմ ճիշտ կլիներ, որ մինչ վաճառքի գործառույթների կամ այլ գործարքների գնալու վարձակալության կողմերը խորհրդատվություն ստանային հենց շուկայի այն մասնագետներից, որոնք մասնագետական փորձ ունեն եւ որոշակի անցած ճանապարհ ունեն եւ ունեն հստակ տեղեկատվություն գնաճի վերաբերյալ, իրական գործարքների որակյալ տեղեկատվություն ունեն, որպեսզի կարողանան ճշգրիտ խորհրդատվություն մատուցեն։ Ցավոք, վերջի տասնամյակի ընթացքում որոշակի վստահությունը կորել էր, մասնավորապես օրինակ գնահատող մասնագետների նկատմամբ, չգիտես ինչի մեր խորհրդատվությունը միշտ չէ, որ ճիշտ էր ընկալվում հաճախորդների կողմից, մեր հիմնավորումները ներկայացված այդքան ճիշտ չէին ընկալվում, սակայն նույնը ռիելտորների համար հնարավոր է շուկայում ոչ բարեխիղճ մասնագետներ են եղել, որ սեփական շահերից ելնելով սխալ խորհրդատվություն են մատուցել կամ արժեքների որոշման ընթացքում չեն իրականացրել գնահատողին վերագրվող իրավական նորմերը, բայց պետք է ասեմ, որ բավականին լուրջ բարեփոխումներ են իրականացվում ոլորտում, արդեն իսկ լուրջ իրավական կարգավորումներ կան, թե որակավորման հետ կապված օրենքները արդեն մի մասը գործում են, մի մասը արդեն մշակված են եւ երկրորդ ընթերցման փուլում են, օրինակ գնահատման մասին օրենքը, որը խստացրել է վերահսկողությունը մեր ոլորտի մասնագետների նկատմամբ, պահանջները մեծացել են, նույնիսկ որակավորման հետ կապված տարբեր դասեր են առանձնացվել գնահատողների համար եւ կարծում եմ այդ ամեն ինչը դրական ազդեցություն կունենա եւ շատ մոտ ապագայում արդեն իսկ շուկայի մասնագետները անշարժ գույքի դերակատարությունը կմեծանա հենց կոնկրետ իրական գների սահմանման, կատարված գործարքների ճիշտ վերլուծության ու նաեւ ինչու չէ հենց շուկայում գնային իրավիճակը որոշակիորեն ավելի տնտեսապես հիմնավորված եւ արդարացի դարձնելու, որը բնականաբար նաեւ ընդհանուր շուկայի վրա դրական ազդեցություն կունենա, թե ներդրումային մասով, թե կառուցապատման ընթացքի եւ նաեւ ոլորտի զարգացման ընդհանուր։ Իսկ կմանրամասնեք, որ օրենքներն են գործարկվում մոտ ժամանակներում։ Դե արդեն իսկ այս տարի գործարկվել է եւ ուժի մեջ է մտել ռիելտորական գործունեության մասին օրենքը, որը եւս նախատեսում է բոլոր շուկայի մասնակից անշարժ գույքի ռիելտորների որակավորումը, ինչպես նաեւ մի շարք այլ գործառույթներ, առաջարկների շուկայում վերաբերյալ կոդավորման, որպեսզի առաջարկները հավաստի լինեն եւ կեղծ գործարքներ չլինեն շուկայում, ինչպես նաեւ գնահատման ոլորտում եւս արդեն առաջի ընթերցման անցել է
մեր օրենքը կարգավորող գնահատման մասին օրենքը եւ հիմա արդեն իսկ վերջին մշակումներն են իրականացվում լրացումները եւ այսօր նաեւ շուտով կունենանք նոր նախագիծ օրենքի, որը որ կարծում եմ մոտ ապագայում եւս կգործարկվի եւ լուրջ ազդեցություն կունենա շուկայի մասնակիցների, ինչպես նաեւ գնահատողների վերահսկողության եւ ավելի թափանցիկ աշխատանքի վրա։ Օրինակ կարող եմ ասել ամենակարևոր սյուներից մեկը գնահատման մասին օրենքի, որ այսուհետ բոլոր գնահատումները, որոնք պետք է իրականացնեն գնահատողները, պարտադիր ներկայացվելու է վերահսկող մարմին։ Հիմա եթե ինչ-որ բան դու գնահատում ես եւ արժեքը որևէ միտեղ բացի պետական օբյեկտներից պարտադիր գնահատման ենթակա օբյեկտները հիմա էլ են ներկայացվում վերահսկող մարմին, նոր մենք պատվիրատուներին կարող ենք արդեն հաշվետվությունները տրամադրել։ Սակայն այն նոր նախագծով, նոր օրենքի նախագծով բոլոր գնահատումները առանց բացառության պետք է հաշվառվեն արժեքի մասով գոնե մի համակարգում, մի հարթակում, որը հնարավորություն կտա վերահսկող մարմնին այն տարբերությունները, սխալ գնահատումները ավելի հեշտ բացահայտել եւ ունենալ մի պատուհանից վերահսկելու մեխանիզմ, որը որ իրոք դաշտը կկարգավորի եւ այն մասնագետները կամ ոչ բարեխիղճ գնահատողները, որոնք նպատակային փորձում են թվեր կեղծել կամ պատշաճ գնահատում չիրականացնել, դա արդեն բացառվելու է, որտեղ մեկ համակարգից երևալու է, որ այս օբյեկտը գործարքը այս գնով է եղել, մեկ հարթակում տեսնելու են, սա այսքան է գնահատել տվյալ օբյեկտը, նույն ժամանակահատվածում մյուս մասնագետը այլ կարծիք է գնահատել, ու նաև լուրջ փոփոխություններ են իրականացրել այդ հանձնաժողովներում, որոնք պետքա նաև եզրակացություններ տան տվյալ գնահատումների վերաբերյալ, որը որ ավելի կատարելագործել են եւ ավելի արդարացի կլինի եւ սուբյեկտիվ կարծիքներ կարծում եմ այսուհետ չի լինելու մասնագետների կարծիքների վերաբերյալ։ Այդքանը։ Իսկ որ կառույցն է վերահսկելու դա։ Դա մեզ վերահսկում է կադաստրի կոմիտեն, որը հանդիսանում է եւ որակավորող եւ վերահսկող մարմին մեր ոլորտի գնահատման ոլորտի, ռիելտորների մասով նույնպես վերահսկող մարմինը կադաստրի կոմիտեն է, սակայն պետք է ասեմ, որ այո, նաեւ որպես բարեփոխում վերջի տարիներին ձևավորվել են մասնագիտական միություններ նաև, թե գնահատման ոլորտում, եթե չեմ սխալվում, մոտ 3-4-ը նույնիսկ արդեն իսկ կան գնահատման ոլորտում եւ բավականին լուրջ կազմակերպություն էլ որպես ռիելտորների միություն ձևավորվել է ռիելտորական դաշտում։ Կարծում եմ մոտ ապագայում այդ կառույցներն էլ մեծ անելիք ունեն, որպեսզի հանդիսանան կապող օղակ պետական մարմնի եւ մասնավոր ռիելտորների եւ գնահատողների միջև։ Միշտ է արդյոք անշարժ գույքի վրա կատարված ներդրումը ավելացնում նրա գինը։ Անժելա ջան, ոչ միշտ, նախ պետք է առանձնացնեմ հենց նորից անդրադառնամ լավագույն արդյունավետ օգտագործմանը, կարող է ավելացնել գինը, ներդրումը անշարժ գույքի վրա, կարող է նվազեցնել գինը, եթե սխալ ներդրում է, կարող է նույն չափ մնա գինը, որ որևէ կերպ չփոփոխվի։ Ինչով է դա հիմնավորված ու պայմանավորված։ Եթե ներդրողը տեսնում է անշարժ գույքի պոտենցիալը, լավագույն օգտագործումը, եկամտաբերությունը ապագա ու ինչպես եւ ցանկացած բիզնեսում ճիշտ ներդրում է իրականացնում արդյունավետ, այդտեղ ստեղծվում է հավելյալ արժեք եւ արդեն իսկ շուկայում, եթե դու X միավոր ներդրում ես իրականացրել, չգիտեմ, վերանորոգման վրա, կառուցապատման վրա, դու ստանում ես բնականաբար նույն ձեռնարկատիրական շահույթը, ինչպես այլ ներդրումային ծրագրերում։ Մյուս
ներդրումային տարբերակը նա է, որ դու առանց ճիշտ գնահատելու, ծրագրավորելու ապագա պոտենցիալը օբյեկտի վերցնում ես կոպիտ ասած անիմաստ ներդրումներ ես իրականացնում, որը որ առանց համապատասխան վերլուծությունների, առանց ապագա եկամուտների հաշվառման, առանց տեղադիրքի առանձնահատկությունների կարող է նույնիսկ նվազեցնի սկզբնական արժեքը, մենք հաճախ դե անշարժ գույքի որպես կատեգորիա հողամասի մասով ենք խոսում, ու դու հաճախ հանդիպած կլնես շուկայում տարատեսակ օբյեկտներ, որոնք տարիներով մեծ ներդրում արված, կառուցապատում է իրականացված, բայց օգտագործում չունի եւ տարիներով որևէ օգտագործում մենք չենք տեսնում տվյալ գույքի համար ու նույնիսկ չեն վաճառվում նման օբյեկտները, ինչու, որտեղ ակնհայտորեն ոչ ճիշտ տեղում, ոչ ճիշտ ներդրում է իրականացված, որը հավելյալ արժեք չի ավելացրել տվյալ անշարժ գույքի։ Մենք որպես գնահատողներ միշտ մեր հաշվարկների մեջ ունենք մի գաղափար, որը կոչվում է ծախսային մեթոդում ձեռնարկատիրական շահույթ, որը կատարված ծախսեր ամբողջությամբ օրինակ շինարարության վրա հաշվարկվում է որպես վերարտադրման արժեք եւ այստեղ նաեւ ձեռնարկատիրական շահույթ ենք հաշվարկում։ Այդ ձեռնարկատիրական շահույթը մենք որոշում ենք հենց տվյալ գույքի լավագույն արդյունավետ օգտագործումից ելնելով ու եթե օրինակ բերեմ, սենց պետք է ասեմ, նույն կենտրոնում եթե նորակառույց շենք է կառուցվում, հա, կառուցապատման ծախսերը նույնն են, ինչ որ, չգիտեմ, Նորհաճն քաղաքում, նույն նորակառույց շենքի վրա, շինարարության ծախսերի մասն է խոսքը։ Բայց հնարավոր է եւ փաստ, որ կենտրոնի օբյեկտի վրա կատարած կառուցապատման ծախսերի վրա հավելյալ ձեռնարկատիրական շահույթը շատ ավելի մեծ լինի, քան նույն շենքի համար, որը կառուցվել է օրինակ մարզերից մեկի քաղաքում։ Այսինքն կառուցապատման 1 քառակուսի մետրի վրա ներդրողը, կառուցապատողը ծախսում է նույն $650, հա, եւ այս տարածքում վաճառում է $3000, բնական է այդտեղ հողամասի արժեքն էլ է բարձր, բնական է, սակայն նույն կառուցապատման ծախսերի վրա հավելյալ ձեռնարկատիրական շահույթը շատ ավելի մեծ է։ Եթե կարողանաս ճիշտ վերլուծես ստացվող ապագա ապրանքի գինը, արժեքը, այդ տարբերությունը կատարված քո ծախսերի ու ստեղծած արժեքի հենց ապահովելու է այն եկամտաբերությունը, որը որ կոչվելու է ձեռնարկատիրական շահույթ եւ ապահովելու է այդ ներդրման արդյունավետությունը։ Ու ցավոք մենք շատ հաճախ հանդիպում ենք շուկայում նման օբյեկտների, որոնք որ տեսնում ես անիմաստ ներդրումներ իրականացված, ոչ ճիշտ տեղում, ոչ ճիշտ ֆունկցիոնալ նշանակությամբ, հա, հարյուրավոր օբյեկտներ հանգստի, սննդի կառուցվում են այնց վայրերում, հետո տեսնում ես դրանք ապագա չունեն, 1-2 ամիս աշխատում են, հետո նույնիսկ շուկայում պահանջարկ է չունեն ու մեզ էլ շատ հաճախ պատվիրատուները ասում են, բա դու գնահատել եք այսքան, բայց մենք 3 այդքան ներդրում ենք ստե իրականացրել, ծախս ենք իրականացրել։ Բայց դու տեսնում ես բնակելի տուն է կառուցված նենց չափերի, որ այսօր նույնիսկ տենց ընտանիքներ չկան տենց քանակի, որ այդտեղ բնակվեն, հա, ու նույնիսկ ինքը կառուցել է քառահարկ առանձնատուն, որի տարիներով 2-3 հարկը չի օգտագործում, որովհետև մակերեսներով գերազանցում է, ասենք, համայնքի դպրոցի մակերեսը, հասկանում եք, ու դու տեսնում ես, որ նման ֆունկցիոնալ նշանակությամբ տուն շուկայում չի վաճառվելու, հա, ներդրումը արված է, այդ 5 հարկը կառուցած է, ու եթե տվյալ շինությունը այլընտրանքային օգտագործում չունի, բնականաբար նա հավելյալ արժեք չի ստեղծում։
Իսկ կարող եք հստակ օրինակ բերել, ինչը կարա նվազեցնի անշարժ գույքի արժեքը։ Եթե խոսենք ներդրումների տեսանկյունից, ցանկացած ներդրում, որը նորից եմ ասում, չի ապահովելու տվյալ գույքի ապագան արդյունավետ ու եկամտաբեր, կարա փչացնի գույքը։ Հասկանում եք, այսինքն եթե ինքը, չգիտեմ, գրասենյակային տարածք է, որը ունի իր չափորոշիչները Երևան քաղաքի համար, ասենք։ Նույնը կարող է աշխատի մեկ այլ մարզում, հա, որովհետև, չգիտեմ, մարզային չափորոշիչները այլ մակարդակի են, բայց եթե դու ներդրում ես անում Երևանում ու պետք է ստանաս ժամանակակից բիզնես կենտրոն, ու քո մոտեցումները չեն համապատասխանում ներդրումները այսօրվա մրցակցային վիճակին շուկայի, դա կարող է անիմաստ ներդրում լինի, որովհետև դա շուկայում չի գնահատվելու։ Լավ, նույնը առանձնատների մասով։ Մի առանձնատուն, եթե դու կառուցում ես մարզում, որը որ էկոնոմ դասի է եւ ունենալու է պահանջարկ, հնարավոր է Երևանի բարձր գնային գոտում, որտեղ դու պետք է վաճառես $3000 քառակուսի մետրը 4000, նման դասի կառույցը ուղղակի շուկայում պահանջարկ չունենա եւ քո կառուցած բնակելի տունը տվյալ հատվածում, ասենք Կասկադում կամ չգիտեմ, այլ բարձր գնային գոտում, որը կաշխատեր Լոռու մարզի, եսին որ գյուղում որպես նորմալ ներդրում չի աշխատելու։ Նույնը հասարակական օբյեկտի համար, որովհետև ամեն տարածք ունի իր ձևավորված տնտեսական, տեխնիկական չափորոշիչները եւ նույնիսկ եթե մի օբյեկտ 20 տարի առաջ կունենար պահանջարկ եւ հավելյալ արժեք, կարող է հիմա նման դասի օբյեկտը ներդրումը ուղղակի չհամապատասխանի այդ տարածքի չափորոշիչներին, տնտեսական, իրավական եւ բնականաբար կոպիտ ասած փչացնի հողամասը, փչացնի շենքը։ Հնարավոր է դիմել անշարժ գույքի մասնագետին ներդրումային խորհրդատվություն ստանալու համար։ Այո, միանշանակ, քանի որ ներդրումային խորհրդատվությունը հիմնված է հենց փորձի ու տարատեսակ օբյեկտների արդյունավետության, արդյունավետ ներդրումների ու համապատասխան նաև տարատեսակ օբյեկտների վերլուծության հիման վրա, որքան շատ է նման օրինակները արդյունավետ եկամտաբեր անշարժ գույքի մասնագետի կամ կազմակերպության տեղեկատվական բազաներում, այսինքն նրանք տեսնում են հաջողված պրոյեկտները, շատ եկամտաբեր պրոյեկտները, սկսած նորակառույցներից բնակելի բազմաբնակարան, վերջացրած հասարակական օբյեկտներից, հանգստի օբյեկտներից, հյուրանոցներից եւ այդ ամբողջ փորձը, երբ որ ունի մասնագետը եւ տեսել է արդյունավետ պրոյեկտները, տեսել է եկամտաբերությունը դրանց եւ համապատասխան գիտելիքների տիրապետումը, նա կարող է նույնիսկ հողային փուլում ճիշտ վերլուծել իրավական, տնտեսական, տեխնիկական, ֆիզիկապես իրագործելի հնարավորությունը տվյալ օբյեկտի եւ ճիշտ խորհրդատվություն մատուցել, որ գիտեք, եթե այս տեղակայմամբ դուք ունենաք հանգստի համալիր կամ հյուրանոցային համալիր, դա կապահովի ամենաբարձր արժեքը, կամ եթե այս հողակտորի վրա դուք կառուցեք բնակելի տներ, թաղամաս բնակելի տների, դա լինելու է ամենաարդյունավետ ներդրումը, որովհետև այս տարածքում բազմաբնակարան շենքերի վաճառքը, պահանջարկը շուկայում այդքան մեծ չի։ Այսինքն խորհուրդը միշտ պետք է տա այն մասնագետը, որը տիրապետում է բազմատեսակ հաջողված պրոյեկտների տվյալ տարածքում ունի համապատասխան ուսումնասիրություններ եւ վերլուծություններ։ Շնորհակալություն հետաքրքիր եւ ինֆորմատիվ զրույցի համար, այսօր թերևս այսքանը։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր սոցիալական հարթակներին, որպեսզի բաց չթողնեք անշարժ գույքի վերաբերյալ նոր վերլուծությունները։ Հիշեցնեմ, որ մեր գլխավոր գործընկերն է Cost EM-ը, անշարժ գույքի թվային գնահատման եւ վաճառքի առաջին միասնական հարթակը Հայաստանում։ Մինչ հանդիպում։